Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք իրական օրակարգի ֆորմատում քաղաքագետներ Երվան Բոզոյանի եւ Ստեփան Դանելյանի հետ քննարկել բովանդակային հարցեր, որոնք անհանգստացնում են մեր հանրությանը եւ ամենաքննարկվող թեմաներն են եւ կրկին վերադառնալու են եկեղեցու թեմային։ Շնորհակալ եմ նախ պարոն այս հնարավորության համար։ Եկեղեցու շուրջ գործընթացները շարունակվում են եւ մեր վերջին քննարկումը եկեղեցու թեմայի վերաբերյալ երբ եղավ, այդ ժամանակ դեռևս որքանով որ ես եմ հիշում, այս եպիսկոպոսները, arczepiskopոսները չէին միացել Նիկոլ Փաշինյանին եւ ահա այս տեսանկյունից եւս մեկ անգամ քննարկման անհրաժեշտություն կա։ Հատկապես դուք պարոն Դանելյան, մշտապես նախկինում, երբ որ քննարկել եք եկեղեցու հետ կապված խնդիրները, ես վստահ եմ ձեր աչքի առաջ, ինչպես շատերի աչքի առաջ եղել է arczepiskopos Կճոյանը, որը եկեղեցու ամենաաղմկոտ հոգևորականներից մեկն էր իր կենսագրությամբ, վարք ու բարքով, կենցաղով։ Նաև որոշների կարծիքով Թասիբով տղա էր։ Ну, ասում են գողական տղա։ Գողական տղա։ Պարզվեց ոչ միայն գողական չի, մի խոսքով։ Բայց ինչն է հետաքրքիր։ 2025 թվականի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը բառացիորեն արել է հետևյալ հայտարարություն, որ ինքը չի պատրաստվում գնալ այն ճանապարհով եպիսկոպոսների մի մասին հանել եպիսկոպոսների մյուս մասի դեմ։ Ենթադրաբար ակնկալում որ ինքը հանրային այնպիսի աջակցություն ունի, որ Կճոյանի վրա հենվելու կարիք չունի, բայց եւ դրանից հետո էլ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ թիրախավորել է Կճոյանին, Բենթլին, Սիրուհիներ, զենքեր, չգիտեմ, այսպեսի պատմություն։ Բայց հետո ասեց ինքը անձնական կյանքի մեջ չի մտնում մարդկանց։ Դա հիմա դրանին ձեր գնահատմամբ պարակ, ինչպես ստացվեց, բացի նրանից որ հանրային աջակցություն չունի, որ Փաշինյանի հենարանը եկեղեցու դեմ արշավում դարձավ եկեղեցու ամենահեղինակազրկված հոգևորականը, խնդրեմ։ Եվ նաև այս ընթացքում մենք իմացանք, որ այնտեղ հեղինակազրկված եպիսկոպոսների պակաս չկա եւ տարբեր արատներ կրող անձնավորություններ կան։ Ինչ որ առումով սա լավ էր, որովհետեւ կարելի է այնց փաթեթով մաքրել եկեղեցին եւ ով որ Փաշինյանի կողքը կանգնում է, հենց այդ արատավոր անձնավորություններն են, որոնց վրա բնականաբար կան բազմաթիվ դոսիեներ։ Ինչ վերաբերում է Փաշինյանի խոսքերին, բնականաբար Փաշինյանը այն մարդը չի, որի մենք խոսքերը պետք է ասենք, գիտես, դուք խոսքի տերը չեղար, դա ամենաստախոս, խոսքը փոխող, որևէ սկզբունք չնոցող, կարմիր գծեր չունեցող անձնավորությունն է, բայց ես ուզում եմ մի օրինաչափության մասին խոսել։ Ոնց որ բանակում գեներալիտետը լինում է հիմնականում կոռումպացված, բայց այդ միջին սպայական կազմը եւ նաեւ սերժանտական կազմը դուրս է գալի, որ իրենք ավելի սկզբունքային դուրս եկան եւ իրենք չդավաճանեցին, քչերը դավաճանեցին, այ եպիսկոպոսներին մեն նման անձնավորություններ ավելի շատ եղան։ Սա ցույց է տալի, որ այո, եկեղեցում բարեփոխումներ պետք են լինեն եւ նաեւ այդ կազմը, միջին կազմը, այն կազմն է, որում պետք է արդեն առաջընթաց ունենան եւ նաեւ շատ հետաքրքիր էր ամուսնացյալ քահանաներից շատ քչերը ջարդվեցին։ Դա նույնպես շատ հետաքրքիր օրինաչափություն է եւ պետք է նաեւ այդ կուսակրոնության հարցով ինչ որ ռեֆորմների գնալ, որը վաղուց հասունացած էր, տարիներով միշտ այդ հարցը եկեղեցի ներսում բարձրացվում էր եւ ես օրինակ նույնիսկ շատ հետաքրքիր լուծում ունեմ իմ տեսակետից, որ բոլորը լինեն ամուսնացյալ, ով որ ցանկանում է եւ 55-60 տարեկանից հետո արդեն որոշեն ինչպես Խրիմյան հայրիկը կարող են ապրել արդեն
առանձին կուսակրոն կյանքով եւ նաեւ փորձառու կլինեն արդեն այդ ժամանակ կդառնան եպիսկոպոսներ եւ շատ հետաքրքիր է որ մյուս եկեղեցիներում սա ավելի ծայրահեղ ձևով է դրված արատները ավելի շատ են քան մեր եկեղեցում օրինակ կաթոլիկ եկեղեցում ընդհանրապես ամուսնացիալ հոգեվորական գոյություն չունի եւ մենք գիտենք ինչեր է կատարվում չէ պեդոֆիլիա եւ այլ սկանդալներ սա օրինակ կլինի նաեւ ավանդական մյուս եկեղեցիների համար թե տեսեք հարցը ինչպես է կարելի լուծել եւ այդ հարցը նաեւ բազմաթիվ անգամ կաթոլիկ եկեղեցում է բարձրացվել նույնիսկ այնտեղ բաժանումներ են եղել այդ հարցով կաթոլիկ եկեղեցում մի փոքր հատված առանձնացել է եւ այլն այս այդ խնդիրները կան ես ձեր ասածը հասկացա բայց մենք լավ ենք հասկանում չէ որ Փաշինյանը կերազեր Կճոյանի աջակցության կարիքը չունենար ի վերջո մարդը ընդամենը 1-2 շաբաթ առաջ ասում է հոգեվորականը Bentley ունենա ու չասի որտեղից խելագար եք ազգային ժողովի ամբիոնից հիմա Կճոյանին ընդունելիս ասում է սրբազան հայրեր ձեր աչքն եմ համբուրում ասենք շատ ծիծաղելի իրավիճակ էր էլի մի կողմից բայց մյուս կողմից այո ինչպես դուք ասացիք շատ դրական ազդակներ պարունակող գործընթաց է այդ իմաստով որովհետև Փաստորեն ստացվեց, որ Փաշինյանը ումով եկեղեցու դեմ էր պայքարում, այսինքն նրանց արատները օգտագործելով այդ մարդկանց ցարկեց իրեն դաշնակից արդեն հրապարակային, ասելով որ այո, ինքը դեմ է Գարեգին II վեհափառին, բայց իր համար օրինակ ամենալավագույն հոգևորականներից մեկը arczepiskopos Կճոյանն է, խնդրեմ։ Չէ, մինչև Երևանին ես նաև զուգահեռ անցկացնեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Երբ որ ինքը ասում է նախկիններ չպետք է լինեն կոռումպացվածները ընտրություն կեղծողները չպետք է լինեն, քաղաքացիական պայմանագրում հայտնվել են նախկինների կորիֆեյները, առաջի ընտրություն կեղծողները, առաջի օլիգարխները, առաջի վարկաբեկված մարդիկ, հա, դրանք նույնպես գոյություն ունեն քաղաքացիական պայմանագրում, նույնը եկեղեցում տեղի ունեցավ, որ եկեղեցին պետքա բարեփոխումների ենթարկվի, այդ հարցը միանշանակ է եւ եկեղեցում շատ ազնիվ հոգեվորականներ ոգեվորված են նույնիսկ այս վիճակով, ահա առիթը բացվեց, որ պետքա այն կուտակված բարեփոխումները կատարվեն այսինքն այս առումով սա իրոք դրական երևույթ է մի հավելում ու ձեզ կլսենք այդ որ դուք ասած շատ լավ հիշատակում արեցիք որ կոռուպցիայի դեմ նախկինների դեմ պայքարի բանով էին գալիս Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր թե ինքը գալիս է իշխանության ու քյաբաբար քյաբաբ կոպեկար կոպեկ վերադարձնելու է ժողովրդին այսօր երբ մենք նկարանում ենք այս հաղորդումը կառավարությունը 109 միլիոն դրամի արտոնություն տվեց նախկին հանրապետական Սամվել Ալեքսանյանի կնոջ ընկերությանը այսինքն քյաբաբար քյաբաբ վերադարձնում են բայց ժողովրդից օլիգարխներին որոնց դեմ ժողովուրդը դուրս էր եկել պայքարի Նիկոլ Փաշինյանը որ այս վերջերը դարել է հավատացյալ քրիստոնեական սկզբունքներին հետևող չշնացող սուտ չխոսող կեղծ վկայություն չտվող անձնավորություն հիմա ինքը ուզում է եկեղեցական բարեփոխումներ անի եւ հանդես է գալի որպես հավատավոր քրիստոնյա գնում է ծնկի է գալի համբուրում է չէ հոգեվորականեն եւ ուրեմն բնականաբար Նիկոլ Փաշինյանը այս աշխարհի երեսին ամենավերջի անձնավորությունն է, որը կարող է բարեփոխումներ իրականացնել, այն էլ եկեղեցում, երբ որ այս անձնավորությունը կհեռացվի իշխանությունից, այն ժամանակ արդեն մենք կկարողանանք ազատորեն խոսել նաև այդ թեմայով։ Տեսեք, վերջին բոլոր հարցումները, տարբեր տիպի կենտրոնների հարցումները ցույց են տալիս, որ եկեղեցու վարկանիշը մոտավորապես տատանվում է 60-ից 65%, իսկ Փաշինյանի վարկանիշը տատանվում է 15%-ի սահմանների մոտ։ Այսինքն խոսել այն մասին, որ Փաշինյանի այս արշավը եկեղեցու դեմ դրական է հասարակության կողմից ընկալում, դա մեղմ ասած ճիշտ չէ։ Այսինքն այդ իմաստով ձեր ասածը, որ ինքը ուզենար հենվել հանրության համար, հանրությունը ճիշտ հակառակը եկեղեցին համարում է ամենավստահ ինստիտուտներից մեկը Հայաստանում, անկախ նրանից թե այդ ինստիտուտում ինչքան կան դրական բարքեր, թե վատ բարքեր, դա առանձին թեմա է։ Վատ բարքեր բոլոր տեղերում էլ կար եւ պետք է նշել, որ մեր հանրության բոլոր արատները, որ կան, այդ արատները դրսևորվում են մեր բոլոր ինստիտուտների մեջ, բանակում, եկեղեցում, տարբեր տիպի այլ բնակավարներում։ Սա շատ հասկանալի վիճակ է, այսինքն օբյեկտիվորեն բանակի իրավիճակը արտապատկերվում է մնացած ինստիտուտներում, բայց այնուամենայնիվ բոլոր հարցումները ես նույնպես եմ կրկնում
եւ միջազգային կենտրոնների կողմից հարցումները եւ տեղական հարցումները ցույց են տալիս, որ մոտավորապես 60-ից 65%-ի վարկանիշ ունի եկեղեցին եւ 15%-ի վարկանիշ ունի Փաշինյանը։ Եվ այդ պարագայում վարկանիշը որևէ շանս չունի իր պայքարում հենվել հասարակության վրա։ Դրա համար ինքը հասկանալը, որ ինքը հանրությանը ոչ մի աջակցություն չի ստանալու, ինքը փորձեց եկեղեցին տրոհել եկեղեցական միջավայրի միջոցով։ Այսինքն սա է խնդիրը, ինքը փորձեց հենվել եկեղեցու արատների վրա եւ ամենազարմանալին արատավոր մարդկանց փորձեց իր կողմը անցկացնել, այսինքն կոմպրոմատներով, բաներով այն մարդիկ, ովքեր որ ավելի մեծ կոմպրոմատների տակ էին, դրանք փաստորեն, այսպես ասած, համաձայնվեցին մտնել այդ խաղի մեջ։ Եվ այդ իմաստով յուրօրինակ ինքը լյուստրացիա իրականացեց եկեղեցում։ Այսինքն, եթե մենք խոսում ենք, որ եկեղեցում պետք է բարեփոխումներ իրականացնել, մաքրել, կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը իր այսպես ասած քայլերով մաքրում է եկեղեցին, լավի վատի ինքը մաքրում է, այսինքն կեղտը փաստացի ստացվել իր վրա է վերցնում եւ դրանով իսկ փաստացի մաքրում է եկեղեցին, որը այդ իմաստով ես դրական եմ համարում։ Իսկապես էլ ինչ պետք է լինել, որպեսզի մենք կարողանայինք այդ արատավոր եկեղեցականներից մենք կարողանայինք ազատվենք։ Մենք երկար ժամանակ մենք անկեղծ պետք է լինենք, որ իսկապես եկեղեցին ոնց որ ճահճի վիճակի մեջ է Բրեժնևյան, այսպես ասած, բարքեր է տիրում եկեղեցում եւ ըստ էության շատերը իհարկե դրական վերաբերելով նաեւ այն բողոքի էլեմենտ կար, որ փաստացի այդ Բրեժնևյան բարքերը թույլ չի տալիս, որ եկեղեցին իսկապես մաքրի այդ կեղտից։ Նիկոլ Փաշինյանի այս վերջին քայլերի արդյունքում փաստացի մենք տեսնում ենք, որ մեր եկեղեցին մաքրվում է, որը շատ դրական եմ համարում։ Երևան Նիկոլ Փաշինյանը ինքը մագնիսի դեր է կատարում, աղբը քաշում է դեպի իր կողմ եւ բացահայտում է։ Նույնը եկավ նաեւ երկրապահի մասով, չէ՞, աղբը քաշեց իր կողմ եւ բոլորը տեսանք, հա։ Եվ այդտենց երկար քաղաքական դաշտում աղբը քաշեց իր կողմ եւ մենք տեսանք sense հավաքված այդ արատավոր երևույթները նույնը քաղաքացիական հասարակությունում, չէ՞, ինքն այդ աղբը քաշեց իր կողմ, հիմա իր կողքը կանգնած են եւ մենք տեսանք ով է։ Հիմա տեսեք, մենք տեսանք նախորդ շաբաթ Գյումրու 7 վերք եկեղեցում մատուցված, այսպես ասած, պատարակ, ինչու եմ ասում այսպես ասած, որովհետև ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը գրավել էին ըստ էության եկեղեցին, հոգևորականներին դուրս էին հրավիրել սպասավորների եկեղեցու եւ առանց թեմի առաջնորդի, առանց եկեղեցու իրական հոգևորականների, ասում թույլտվության պատարակ անցկացրեցին լրիվ այլ մարզից վերված շրջիկ հոգևորականների միջոցով։ Բայց այնտեղ մի հետաքրքիր բացահայտում եղավ, Գյումրեցի մի հոգևորական ասաց, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակից այցելել է իրեն եւ խնդրել է, որ վեհապարի անունը չտան։ Հետո Փաշինյանը նաեւ ընդունեց, որ այո, քանի որ ինքը որտեղ գնում է, չպետք է այդտեղ վեհապարի անունը տրվի, ազգային անվտանգության ծառայությունը աշխատում է այս ուղղությամբ։ Սա ապօրինություն է ծայրից ծայր, բայց ինչու են ապօրինության մասին արդեն հրապարակային խոսում։ Պաշտոնը կառավարությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց այո։ Ազգային անվտանգության ծառայությունը նման բան անում է։ Ես ավելին ասեմ, ոչ միայն ազգային անվտանգության ծառայությունը, այլ նաև տեղական ինքնակառավարման մարմինները իրենք հոգևորականներին մոտենում են, առաջարկում են տարբեր եկեղեցիներում, որ պատարակ լինի, պատարակի ժամանակ այս վարչապետը ներկա լինի եւ կաթողիկոսի անունը զեղչեն։ Շատերը հրաժարվել են, ուրեմն երկու տեխնոլոգիա կա։ Մի տեխնոլոգիաները փորձել ճնշում բանեցնել, մյուս տեխնոլոգիան սկսում են ինչ-որ բաներ առաջարկել, գումար եւ այլն, հա։ Եվ նորից եմ ես կրկնում, հոգևորականների ճնշող մեծամասնությունը եւ ճնշմանն է դիմացել եւ գայթակղությանը չի գնացել, որտեղ լուրջ գումարներ են նաեւ առաջարկում։ Սա ցույց է տալի, որ այո, եկեղեցում շատերը կան, որոնք իրենց շատ ճիշտ են դրսևորել, պատմության ճիշտ կողմում են հայտնվել, իսկ մյուսները հայտնվել են այնտեղ, որտեղ իրենք կհայտնվեն, ես կարծում եմ աղբարկում որոշ ժամանակ հետո։ Ընդ որում Փաշինյանը բան արեց, ազգային ժողովի ամբիոնից էլ փորձեց կաշառել հոգևորականներին, հայտարարելով, որ հոգևոր վերնախավը փողի խնդիր չունի, այ քահանաները ծայրը ծայրին են հասցնում։ Իհարկե, այստեղ մեծ մոլորություն կա եւ այստեղ էլ երևի թե Փաշինյանի տգիտության արդյունքն է իրական հոգևոր կյանքով ապրող մարդուն փորձել
նյութապես շահագրգռել, կարծում եմ շատ մեծ բոլորություն է։ Ինչու են այդ ապօրինության մասին պարոն Բոզյան հրապարակային խոսում, որ այո, ԱԱՑ-ն այդ ապօրինությունն Տեսեք, ես կարծում եմ սա անպատժելիության մթնոլորտի ցուցանիշ է։ Եթե մենք ունենայինք բավականին կայուն վիճակ, այսինքն եթե մենք ունենայինք կայացած քաղաքական դաշտ, ապա բնականաբար այսօրվա իշխանության այսպիսի դրսևորումը պետք է գնահատել որպես հակասահմանադրական քայլ եւ process սկսվեց դրա, բայց քանի որ մենք ցավոք սրտի մեր քաղաքական դաշտը քանդված վիճակի մեջ է, չունենք հնարավորություն, այսինքն բոլոր տիպի շարժումները, որ եղան 2020 թվականից մինչև 24 թվականը, քանի որ հաջողության չհասավ, հասարակությունը ապաթիայի մեջ է եւ բարենպաստ պայմաններ է ստեղծել իշխանության համար, իշխանությունները սկսել է այլասերվել։ Մարդիկ չեն հասկանում, որ իրենք փաստացի խախտում են կոպտագույն սահմանադրությունը, բայց իրենք չեն զգում դա, որտեղ քանի որ անպատժելիության մթնոլորտը չեն տեսնում այսպես հակազդեցություն, իրենք սկսում են իրենց անպատժելիությամբ հպարտանալ, որպեսզի ցույց տալ, որ իրանք այնքան ուժեղ են, որ իրանց դեմ խաղ չկա։ Սա այսինքն իրենք քանի որ բոլորը հասկանում են իրենք վարկանիշը ցածր է, բայց մյուս կողմից քանի որ իրենք անպատժելիության սինդրոմ ունեն արդեն, իրանք փորձում են իրենց այդ պահվածքով համոզել հասարակությանը, որ իրենց դեմ խաղ չկա, իրենք ուժեղ են, եւ որպեսի հասարակության մեջ չառաջանա ոգեղենություն կամ հույս, որ իրենց հնարավոր է փոխել։ Եվ իրենք նաև այլասերում են հասարակությանն են այլասերում, որովհետև այն արժեքային համակարգը, որը այնուամենայնիվ կար, հա, որը ավանդական ինչ-որ արժեքների վրա էր հենվում, իրենք այդ բոլորը ջարդում են եւ նաև լրատվական դաշտում, բանում այդ ամեն ինչը բոլոր կարմիր գծերը անցնում են եւ հանրության արժեքային առումով փորձում են այլասերել։ Սա ամենամեծ վտանգն է, որը մեր հասարակությունը այսօր կանգնած է դրա առաջ։ Տեսեք, մեկ այլ դրվագ արձանագրվեց այս եկեղեցու շուրջ դեմ ընթացող արշավի ֆոնին։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում Ադրբեջանի դեսպանի ներկայությամբ խոսում է հայ-առաքելական Սուրբ եկեղեցու մասին, քննադատաբար, խնդիրները ինչ որ բարձրացել, որ ֆինանսական թափանցիկություն չկա, մենք չգիտենք եկեղեցին որտեղից է փող ստանում, ինչի վրա է ասում է ամբարով հոգևորականներ կան, ու այս ամեն ինչը ասում է օտարազգի ներկայացում, այդ թվում Ադրբեջանի դեսպանի ներկայությամբ։ Եվ այս պատմությունը ինձ հիշեցրեց մի բան, կարծեմ 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ստեփան Դեմիրճյանը դրսում գուցե կամ մի խոսքով ինչ որ ֆորմատով արտասահմանցի լրագրողներին հարցազրույց տալիս է եղել եւ ինքը նախագահի տեխնացու էր, եթե հիշում եք, եւ ադրբեջանցի լրագրողը հարց է տալիս այդ բային գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին ինչ որ պիտակավորմամբ, Ստեփան Դեմիրճյանը արձագանքում է, որ մենք այո անդիմություն ենք, ներսում ունենք խնդիրներ, բայց դուք խոսում եք իմ երկրի նախագահի մասին, ես ձեր ներկայությամբ չեմ պատրաստվում քննարկել իրեն։ Հիմա գալով սրան, դե պարզ է, Ստեփան Դեմիրճյանը Կարեն Դեմիրճյանի ընտանիքի դաստիարակությունն է ստացել, ինչ-որ դպրոց է անցել կյանքի, հա, որ հասկանալի վարքագիծ է, բայց այս Ենոք Հավանցի տղան փաստորեն պարզագույն հարցերում անգամ դաստիարակության խնդիր ունի, որ չի կարելի օտար շրջապատում, այն էլ ադրբեջանցիների ներկայությամբ խոսել քո ներքին խնդիրների մասին, քննադատել հայ-առաքելական եկեղեցուն։ Այդ ինչ է Ադրբեջանի այդ մահմեդականների այդ վարչությունը որ կա, այնտեղ քննարկելու բան չկա, բայց ինչի Ալիևը քո դեմ չի քննարկում Նիկոլ Փաշինյան։ Սա եւս չի խոսում դրա մասին, որ այս մարդը չունի պետականության զգացում, չունի ազգային պատկանելիության զգացում կարծեք, իր համար տարբերություն չկա ինքը այդ հարցում ում մոտ է քննարկում, խնդրեմ։ Ինքը որ ոչ արժանապատվության զգացողություն ունի, ոչ ազգային արժանապատվության, ոչ մարդկային եւ ինքը կարմիր գծեր ընդհանրապես չունի եւ այո ինքը դրսում եկեղեցին վարկաբեկում է, հանրությունը վարկաբեկում է, բայց այստեղ հարցային իսկ ինչի համար է դա անում, որտեղ ինքը ընտրության առաջ է կանգնած, գիտի որ ինքը հանրային վստահություն չունի, որպեսզի վերարտադրվի, եւ ինքը դրսից օգնություն է ուզում ստանալ։ Ինքը ինչ ասում է, ասում է, այն նայեք կա մի եկեղեցի,
որը ինչ որ ազգային արժեքների վրա է հենված, իսկ դա եւ Արցախն է, եւ Սփյուռքն է, եւ ընդհանրապես այդ հասկացողություններն են, իրենք խանգարում են, որ ես վերարտադրվեմ, որ կարողանամ Ադրբեջանի Թուրքիայի հետ խաղաղության հասնեմ համապատասխան զիջումները շարունակելով։ Իսկ արևմուտքին ինքը ասում է, նայեք այստեղ ռուսական ԿԿԲ-ի լրտեսներ են, կաթողիկոսը, եպիսկոպոսները եւ այլն, այ օգնեք ինձ, որ ես եկեղեցին փլուզեմ, դնեմ ձեր տակ, որ ես դնեմ ձեր տակ, որ ես Հայաստանը տարածաշրջանը դնեմ ձեր տակ, օգնեք ինձ, որպեսզի ես վերարտադրվեմ։ Այսինքն ինքը իր վերարտադրվելու համար պատրաստ է վաճառել, փլուզել ամեն ինչ, ինչ ես երկրում գոյություն ունի։ Տեսեք, ես լիովին համաձայն եմ ձեր գնահատականների հետ, բայց ես մի շատ ավելի խորքային բան եմ ուզում նշեմ, սա էպիզոդ չէ։ Ասենք, տեսեք, նույն Գորբաչովը, երբ որ սկզբնական փուլում ինքը մեծ հեղինակություններ հասարակության մեջ էր, որ ինքը եկավ իշխանության 85 թվականին, հետագայում երբ որ իր վարկանիշ անկում ապրեց, իր վարկանիշը բարձրացավ արդեն արտասահմանում։ Հիշում եք, մի պահ կար, որ իրեն ավելի դրական էին ընկալում դրսում, քան սովետական միության մեջ։ Եվ օբյեկտիվորեն ինքը արդեն սպասարկում էր դրսի շահը, ոչ թե ներսի շահը։ Այդպես էր ստացվում, բայց թվում է թե սա պատահականություն է, բայց դա պատահականություն չէ։ Ուրեմն տեսեք, ես մի դիտարկում ասեմ, այս տարվա հոկտեմբերի 1-ի Ռիչարդ Մուրի ելույթը Ստամբուլում, երբ որ ինքը, այսպես ասած, մի մեծ կոնցեպտուալ ելույթով հանդես եկավ, որը ես կարծում եմ այսպես կարող ենք ձևակերպել։ Գլոբալիստների գլխավոր կրեդոն որն է։ Գլոբալիստների գլխավոր կրեդոն կայանում է նրանում, որ խիզախ են այն մարդիկ, ովքեր որ կարողանում են իրենց ազգերի, իրենց պետությունների կարծրատիպերը կազմաքանդել եւ գնալ իրենց դեմ։ Եւ դա ասում է Ռիչարդ Մուրը, եւ օրինակ բերելով այն բանի համար, որ ինքը լինելով իռլանդացի, իր պապը լինելով իռլանդական հանրապետական բանակի արժանապատիվ սպայակազմի ներկայացուցիչ եւ ստանալով բավականին բարձրաստիճան մեդալներ որպես իռլանդական հանրապետական դիմադրության շարժման, ինքը լինելով իր պապ ունենալով այդպիսի համբավ, ինքը իր թոռը դարձել է Մեծ Բրիտանիայի, այսպես ասած, մի 6-ի ղեկավար, այսինքն ինքը հպարտանում է նրանով, որ ինքը փաստացի դեմ է գնացել հենց այդ կոնցեպտի եւ ինքը ասում էր, որ մեր գլխավոր նպատակը պետք է լինի այն գլոբալիզմի, որ բոլոր երկրներում հենց այդպիսի մարդիկ կան իշխանության։ Ուշադրություն դարձրեք, որ այսօրվա մի 6-ի ղեկավարը Բլեզ Մետրևելին է, որը վրացական ազգանուն ունի, բայց ինքը վրացի չէ, ինքը ծագումով ռուս է եւ ինքը իր կյանքի կրեդոն է դրել պայքարել Ռուսաստանի դեմ։ Այսինքն ինքն էլ իր պապի դեմ է դուրս։ Իրեն ինքն չէ, իր պապը դեպ ասեմ, որ բանի ժամանակ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստերի հետ համագործակցել։ Այսինքն շատ տրամաբանական եւ բնական է, այսինքն այդ մարդիկ ընտրում են այնպիսի մարդկանց տարբեր երկրներում, ովքեր որ պատրաստ են իրենց երկրի դեմ դուրս գնալ։ Օրինակ տեսեք, ես մի բան ասեմ, վերցնենք օրինակ նույն Սաակաշվիլիին Վրաստանում, չէ՞։ Տարածված տեսեք այդ կար, որ ինքը ծագումով հայ էր, հա, պայմանական ասած խոսում են նաեւ շուրտված հայ լինելու մասին, հա, այսպես ձևակերպում կան, հարաբերս տարածված։ Բայց տեսեք, ինքը իր կողքը շրջապատեց իր տեսակի մարդկանց, Վանո Մերաբիշվիլին, որը նույնպես շուրտված հայ էր, իրենց ԱԱԾ-ի ղեկավարը, որը էլի նույն շուրտված, այսինքն փաստացի կարելի ասել, որ եթե դուք հիշում եք վրացական մտավորական գործիչներից մեկն էլ մի պատ չդիմացավ, ներվարանցավ, ասաց, որ մեր գլխավոր խնդրը կայանում է նրանում, որ Վրաստանում ղեկավարում է հայը, բայց իրականում հայ ժողովուրդը կապ չունի այստեղ։ Այդ մարդիկ իրանք իրականում հայկական ցակումը կապ չունի, իրենք ազգային ցակում չունեցող մարդիկ են։ Տեսեք, օրինակ Ուկրաինայի դեսպանը բանում Միացյալ Նահանգներում երկար ժամանակ եղել է Մարկարովան ցակումով Ղարաբաղցի հայ է։ Բայց կապ չունի Ղարաբաղի հետ, հայության հետ, հասկանում եք, չէ՞։ Ինչ եմ ուզում ասեմ, որ այդ գլոբալիստների գլխավոր կրեդոն նպատակը հետևյալն է՝ իշխանության բերել այնպիսի մարդկանց, ովքեր որ հերոսաբար կարող են պայքարել իրենց իշխանությունների դեմ։ Եվ ընդ որում, որպեսզի ավելի ուժեղ վարքաբեկի, իրենք պետք է գան իշխանության ազգային կարծրատիպի միջով, ասենք տեսեք օրինակ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության,
Մոնթե Մելքոնյանի կերպարով։ Մոնթե Մելքոնյանի կերպարով մարդը եկավ եւ ոչնչացրեց Մոնթե Մելքոնյանի գաղափարը։ Այսինքն իրանք ասում են դրա այդ մեր գլխավոր նպատակը նա է, որ մենք ոչնչացնենք ազգային բոլոր իդեալները, որոնք իրանք անվանում են կարծրատիպեր։ Տեսեք նույն Արամ Զավենի Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր լինելով, ինքը ոչնչացնում է Վազգեն Սարգսյանի կերպարը։ Սասուն Միքայելյանը կամ այսօրվա Երկրապան ինքը ոչնչացնում է իրական Երկրապանի Ավելին ասեմ, լավ հիշեցրեցիք այդ Արամ Զավենովնային, ինքը եղել է Վեհապար Հայրապետին ընտրողներից մեկը, ընտրիչներից մեկը։ Այո։ Արամ Սարգսյանը։ Եվ այսօր ինքը ասում է բանում Վեհապար Հայրապետը KGB-ի ներկայացուցիչ է, ռուսական ազդեցության ներքո է, եւ չընտրեիք եթե այդպես էր, բա ինչի եք ընտրում։ Գուցե այլ պատճառ կար ընտրելու։ Դե գուցե ասում են, չմտեք այդ լուրերի մեջ, բայց ճիշտ եք ասում։ գիտեք ինչ Այստեղ հարցը գիտեք ինչ։ Այդ առումով ինքը սկզբունքային էր, որտեվ ինքը այնտեղ ինչ-որ մի բանի համար էր ընտրել, հիմա էլ ինչ-որ բանի համար։ Ահա։ Հիմա ինքը աջակցում է սրբազանների ես ավարտեմ բամբոզը։ Արամ Զավենովն աջակցում է եպիսկոպոսների, որոնք հայտարարություն են տարածում եւ ասում են, որ 99 թվականի հոկտեմբերի 27-ին ընտրությունը եղել է ճնշման ներքո։ Ո՞վ էր ճնշողը, մի րոպե Զավենովն ջան, կարող է հիշես, այտենց մարդ կար, որ սպանվեց Ես մի հատ ուղղակի ավելացնեմ, որպեսզի հասկանանք սա հայկական երևույթ չի միայն։ Տեսեք, ես մի հատ օրինակ բերեմ, Ֆրանսիայում օլիմպիադան անցավ, հիշում եք, այդ օլիմպիադայի բացման ամբողջ այդ գեդոնիստական ներկայացումը հակաքրիստոնեական Դիոնիսոսի կերպարով։ Տեսեք, ինչն է հետաքրքիր, ամենահետաքրքիրը ինչի մեջ էր։ Ուրեմն դա դատապարտեցին Տրամպը, դատապարտեց Ռուսաստանի այսօրվա իշխանությունները, պարզվեց, որ դատապարտեցին Ֆրանսիայի ձախակողմյան բոլոր ուժերը, դատապարտեցին աջակողմյան բոլոր ուժերը, դատապարտեցին Ֆրանսիայի ցենտրիստները եւ դատապարտեց Ֆրանսիայի եկեղեցին։ Փաստորեն ստացվեց, որ ամբողջ Ֆրանսիան դատապարտեց, բայց գիտեք ով էր աջակցում։ Էմանուել Մակրոնը։ Այսինքն նախագահան, որը պրակտիկորեն Ֆրանսիան չի ներկայացնում։ Իսկ իրականում ով է Էմանուել Մակրոնը իր այսպես հետագիծը որտեղից է գալիս։ Ֆինանսական բանկային համակարգի Ռոլչիլդների Black Rock-ից BlackRock-ը Black Rock-ը այսօրվա Գերմանիայի վարչապետն է։ Բայց ես որքան որ ես նայեցի, որ բանկում որ աշխատում էր, դա էլ Black Rock-ի հետ կապ ուներ, այնպես չէ որ բոլոր բանկերն էլ Black Rock-ի հետ բայց ինքը հիմնականում բայց փաստորեն մենք եկանք հասանք նրան, որ բանի Մակրոնի կնիկը պատահաբար չէր Լենսիլա տալիս, ինչ որ պատճառ կար էլի։ Ես ինչ եմ ուզում ասել, որ պատմությամբ ես ուզում ասեմ, որ այս պայծրությամբ ամբողջ գլոբալիստական կոնցեպտի մեջ դրած է, որ բոլոր երկրների ղեկավարներին պետք է իշխանության բերել Փաշինյաններին։ Մակրոնը դա ֆրանսիական Փաշինյանն է, մերսը դա Գերմանիայի Փաշինյանն է։ Մեր Փաշինյանը դա բնականաբար նատուրալ Փաշինյանն է։ Ուզում ասեմ, որ այդ է իրանց նպատակը։ Բայդենը Միացյալ Նահանգների Փաշինյանն էր, որը վռնդվեց իշխանությունից եւ փաստացի այնտեղ եկավ արդեն Տրամպը։ Եվ կարելի ասել, որ սա այդ գլոբալիստական կոնցեպտի իրանք համարում են հետևյալը, որ ոչնչացնելով ազգային կարծրատիպերը մենք կարողանանք ստեղծենք միասնական մեծ գլոբալիստական մարդկություն։ Նույն մոդելով ժամանակին շարժում էր մեկ այլ գլոբալիստական շարժում, ես նկատի ունեմ կոմունիստական շարժումը, կոմունիստական ինտերնացիոնալը, որը նույն կոնցեպտով ասում էր, որ հանուն սոցիալիստական մեծ համաշխարհային հեղափոխության կարելի է ոչնչացնել Վրաստանը, Հայաստանը, չգիտեմ, այլ փոքր երկրները կամ մեծ, նույնիսկ մեծ երկրները։ Այսինքն մեծ հաշվով ցանկացած գլոբալիզմ, որի հիմքում դրած է շատ անառողջ, իհարկե միասնությունը շատ լավ բան է, բայց այդ միասնությունը պետք է լինի առողջ հիմքի վրա։ Երբ որ դու դնում ես մի գաղափար, որի հիմքում դրած է տեղում փոքր երկրներին կամ փոքր ժողովուրդներին ոչնչացնելը, դա դառնում է միասնությունը չպիտի լինի տեսակի ոչնչացման։ Տեսեք, ես մի շատ հետաքրքիր ձևակերպում տամ։ Ռուս հայտնի ուղղափառ փիլիսոփա եւ Բագասլով, հա, աստվածաբան Սերգի Բուլգակովը հետեւյալ ձևակերպում էր տալիս, որ մարքսիզմի որպես համաշխարհային գլոբալիստական տեսության ամենամեծ անբարոյական դրած էր այն բանում, որ ինքը խոսում էր ապագա երջանիկ մարդկանց մասին, բայց ասում եմ, որպեսզի մենք հասնենք այդ ապագա երջանիկներին, մենք պետք է ներկա միլիոնավոր մարդիկ գնանք կործանեն։ Այսինքն հանուն ապագա абստրակտ երջանկության մենք պետք է միլիոնավոր մարդկանց այսօրվա հայ մարդկանց ոչ թե կործանենք, ոչ թե դժբախտացնենք։ Սա է խնդիրը։ Բան ավելի ասում եմ։
Շնորհակալ եմ։ Այսքանից հետո Այո, ավելացնել բան չկա։ այս լավ նոտայի վրա էլ ավարտենք։ Շնորհակալ եմ բանակ հետաքրքիր քննարկման համար։ Մենք այս շաբաթ քննարկում ենք եկեղեցու հարցը, սա մեր այս ֆորմատով երրորդ քննարկումն էր, կարծում արժանի էր այդ քննարկումը ունենալ։ Եվ հաջորդ թողարկման ժամանակ ավելի հետաքրքիր թեմաներ կան աշխարհի քաղաքական խոսալու, կհանդիպենք եկող շաբաթ։